Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքը, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Հայկ Դերզյանին, բարև ձեզ, պարոն Դերզյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հրավերս ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Դերզյան, թերևս սկսենք նրանից, որ վերջին տարիներին իսկապես հայ ժողովուրդն անցնում է շատ խնդրահարույց ճանապարհով եւ մեկը մյուսին չհաջորդելով նորանոր արհավիրքների մեջով ենք անցնում։ Իհարկե դրանց կանդրադառնանք, բայց դուք եւ ձեր նման շատ երիտասարդներ մշտապես պայքարի առաջամարտիկներից եք եղել։ Եթե փորձենք առաջին հարցով ինչ-որ յետայած գցել այս անցած ճանապարհին, ո՞րն էր ամենադաժան ճանապարհը եւ խնդիրը, որը իսկապես փոխեց հայ ժողովրդին եւ երիտասարդությանը մասնավորապես։ Տեսեք, իրականում ամեն ժամանակահատված ունի իր փոփոխություններ, նամանավանդ երբ որ մենք խոսում ենք 21-րդ դարի մասին, երբ բոլոր տեսակի փոփոխությունները, տեխնոլոգիական, տեղեկատվական, ցանկացած ավելի արագ են տեղի ունենում, ըստ այդմ հասարակությունը փոխելու, հասարակության մեջ նոր շերտեր ձևավորելու, այն ամբողջովին, այսպես ասած, մի մասի կարծիքով դեգրադացնելու կամ մյուս մասի օրինակ կարծիքով այն առաջամարտիկ սարքելու համար ժամանակահատվածը շատ ավելի է փոքրանում, հա, պայմանական եթե վերցնենք 20-րդ դարը, թե ինչպես են օրինակ տեխնոլոգիաները, հա, տարբեր նորարարությունները մտնում հասարակության մեջ, լինի դա հեռախոս, լինի դա հեռուստացույց, լինի ավտոմեքենա, դրան ինտեգրվելու, ընկալելու համար տրվում էր որոշակի, հա, մեծ ժամանակահատված, օրինակ 20-ից 30 տարի պետք էր այս կամ այն բանը, որպեսզի իմ արդիկ ինտեգրվեին արդեն ձևավորվեին դրա մեջ եւ դրանից հետո գալիս էր մեկ այլ նորարարությունը։ Մեր դեպքում մենք գործ ունենք շատ ակտիվ, հա, այն փոփոխությունների հետ 21-րդ դարում, սկսած AI-ից, հա, որը որ փաստացի, հա, վերջին մի քանի տարին այն high level-ի է հասել, որի ցանկում իհարկե եւ փաստացի մարդկանց ինտեգրումը նոր աշխարհին շատ ավելի բարդ է եւ դրա հետևանքով բնականաբար օգտագործելով նոր գործիքակազմը, որը որ մենք ունենք այսօր, տարբեր ազդեցության գոտիներ, ազդեցության կենտրոններ շատ ավելի հեշտ են ներազդում հասարակության վրա, նամանավանդ երբ մենք գործ ունենք Հայաստանի հետ։ Հայաստանը որպես այդպիսին տեղեկատվական հասարակության տեսանկյունից ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում։ Եթե նայենք այն ցուցանիշները, որոնք վերաբերում են համացանցին, եթե նայենք այն ցուցանիշները, որոնք որ վերաբերում են մեր հասարակությանը, հա, համացանցից օգտվելու տարբեր գործիքակազմին, մենք կտեսնենք, որ մեր ժողովուրդը ամենաբարձր տեղերում է որպես ինֆորմացիոն հասարակություն։ Դրա սահմանումը դեռևս, եթե չեմ սխալվում, տրվել էր 20-րդ դարում, հա, Դանիել Բելի կողմից եւ փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ ցանկացած վեկտոր, լինի դա պահպանողականություն, լինի դա լիբերալիզմ, այդ գործիքակազմից օգտվելու մեծ խնդիր ունի։ Իհարկե, եթե նայենք այն իրավիճակը, որ ունենք Հայաստանում եւ օրինակ այլ երկրներում, մենք կնկատենք, որ իրավիճակը ցանկացած ժամանակ փոփոխվում է։ Եվ տեկտոնական ժամանակահատվածներում ենք ապրում։ Այո, եւ մենք իրականում ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ նախ աշխարհաքաղաքական այս մեծ քարտեզը դեռևս ձևավորված չէ, նույնիսկ միշտ օրինակ եմ վերում, ասում եմ մենք մեծացել ենք այն իրավիճակում, երբ մենք մի գիրք ենք վերցրել, մեզ այդ գիրքը տվել էին, որ մենք կարդանք, սերտենք, հասկանանք կյանքը, հիմա մենք հասկանում ենք, որ այդ գիրքը որ կար, դրա բովանդակությունը դաշտում չկա։ Եվ մեր մոտ հարց առաջանում, լավ, իսկ ո՞րն է այդ գիրքը, որը օրինակ պետք է սերտել եւ հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է։ Իսկ մեզ ասում ամենակարևորը հայ մնալ դրանից հետո։ Այո, եւ մեզ ասում են, գիտեք ինչ, այդ գիրքը, որ դու կարդացել եք, չկա, իսկ նորը նոր է գրվում։ Բայց այստեղ նաև շատ կարևոր մի միտում կա հաս սերունդների հետ կապված։ Փաստացի մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ ինչպես նշեցի, պահպանողականություն, լիբերալիզմ, այստեղ ծայրահեղական պահպանողություն, նացիոնալիզմ, մնացած այդ վեկտորների մեջ ամենաարդյունավետը այս պահին, որը որ դաշտում աշխատում է, դա լիբերալիզմն է։ Պահպանողականությունը թե Հայաստանում, դե Հայաստանից դուրս մի փոքր իրավիճակ կայել է, խնդիր ունի հասարակությանը նոր գործիքակազմով հասկանալու։ Այսինքն ամենապրիմիտիվ ձեզ օրինակը բերեմ 2016 թվականին ես մի հետազոտություն իրականացրել, երբ ապրիլյան պատերազմի ընթացքում գրադարաններում փաստացի Մոնթեի մասին, Նժդեհի մասին, Վազգեն Սարգսյանի մեր ցանկացած հերոսի մասին գրականությունը ուղղակի սպառվել էր։ Մարդիկ վերստում կարդում էին այդ օրերին։ Բայց այդտեղ կարևորը թե դու հասարակության դա ոնց ես բացատրում, ոնց ես հասարակության մեջ ներարկում դա, որպեսզի իրենք հասկանան ինչի համար է դա իրենց պետք։ Մենք այստեղ շատ մեծ խնդիր ունենք, որի հետ բախվում է մեր հասարակությունը, ի տարբերություն իդեպ
մի շարք այլ հասարակությունների, որտեղ նաև ընկալման խնդիր կա, երբ որ հատկապես խոսքը գնում է վեկտորների մասին, օրինակ ռուսական վեկտոր, արևմտյան վեկտոր, արևմտյան արժեքներ, եվրոպական արժեքներ, ռուսական արժեքներ, չինական արժեքներ, պարսկական արժեքներ, ամերիկյան արժեքներ, մենք ունենք այդ իրավիճակի ամենաբարդագույն փուլը, որ ամեն մարդ ունի ինչ-որ մի պատկերացում, բայց մեկ է դաշտում այն պատասխանատու մարդիկ, ովքեր առկա են, ովքեր պետք է դա բացատրեն մարդկանց, որպեսզի մարսվի այս ինֆորմացիան։ Այո, եւ իրենք մարդիկ հասարակությունը պատկերացնի, թե դա իրենից իրականում ինչ է ներկայացնում, այդ ներկայացման խնդիրը անգամ կա, այսինքն մարդկանց մոտ իրական պատկերացումները այս կամ այն արժեհամակարգի մասով։ Այսինքն, տեսեք, շատ հաճախ նաև խոսվում է, որ երիտասարդները այս կամ այն գործընթացների ժամանակ пассивություն են ցուցաբերում։ Կա նման միտում մեր երիտասարդության շրջանակներում, քանզի այս հարցին չեմ ձեզ տալիս, որովհետև երիտասարդների հետ բավականին ակտիվ շփումների մեջ եք գտնվում։ Տեսեք, խնդիրը ինչումն է։ Շատ հեշտ է իրականում, հա, օրինակ ցանկացած պոտենցիալ մարդու կողմից, որ որևիցե մի արժեք կամ մեսիջ պետքա փոխանցի երիտասարդությանը կամ հասարակության տարիքային ցանկացած այլ շերտի, ասի դե իրանք չեն մասնակցում, իրանք քիչ են, пассив են, հետաքրված չեն, հայրենասեր չեն, էսեն, բայց տեղեկանը թե դու դա ոնց ես փոխանցում, դու դա ինչ ես անում, այսինքն ինչ մեսիջով ես կանչում դեպի քեզ։ Ինչ մեսիջով ես կանչում, դու հասարակությանը իրականում հասկանում ես թե ոչ, դու հասկանում ես երիտասարդության տենդենսները, իրանց հետաքրքրությունները, դու հասկանում ես օրինակ թե ինչի համար այս արժեհամակարգը ունեցող երիտասարդը պետքա քո կողքը կայնի։ Շատ հեշտ է իրականում բոլորին մեղադրել, ասել դե пассив են են ոչ, բայց գոյություն ունի մի իրական իրավիճակ, որի հետ պետք է հաշվի նստի ցանկացած պոտենցիալ քարոզիչ։ Հասարակությունը փոխվում է։ Ես պատահական չի որ նշեցի ժամանակակից տեխնոլոգիաների մասին, որովհետև մարդկանց մեջ որևիցե օրակարգ, աշխարհակարգ սերմանելը շատ ավելի կարճ ժամանակահատված է սկսե պահանջել։ Դու չես կարող մարդուց պահանջել, որ ինքը առավոտից երեկո հա տենց կարդա նշտե Վազգեն Սարգսյանի մասին, Մոնթեի մասին, ապրի սենց, ապրինենց, դու պետք է հասկանաս, թե տվյալ մարդու հետաքրքրությունը այս կյանքում ինչ է իրանից ներկայացնում եւ փորձես քո գաղափարները, քո արժեհամակարգը, որը եթե դու համարում ես, որ դա է ճիշտը քո պետության համար, ներարկես այդ մարդկանց հետ հասկանալով այդ մարդկանց, որովհետեւ օրինակ ֆիզիկան եւ քիմիան իրոք դա իմանալը շատ մեծ բան է, բայց եթե մարդուն դու բացատրում ես բարդ տերմինաբանությամբ, եթե դու չես մարդուն ներառում այդ աշխարհի մեջ, այլ ուղղակի ասում ես ասելու համար, այդ մարդը դա չի հասկանալու։ Նույնն է պահպանողականությունը, եթե դու մարդուն բացատրում ես իրականում դրա բացակայության ռիսկերը, եթե դու մարդուն բացատրում ես, որ դա չի նշանակում հրաժարվել ժամանակակից աշխարհից, եթե դու մարդուն բացատրում ես, որ դրանով օրինակ դու հետամնաց չես դառնում, ու նաև հաշվի ես առնում այն քարոզչությունը դաշտում, որ երկար տարիներ եղել է, հա, չէ՞ օրինակ եթե վերցնենք այդ ամեն ինչը, որ եթե դու մտածում ես պահպանողականության ուղղությամբ, նշանակում է դու խիստ սահմանափակ ես, դու չես մտածում ժամանակակից այլ բաների մասին, դու աշխարհից կտրվում ես, աշխարհը ուր է գնում, բայց իրականում տենց չի, ասեմ ավելին, այսօր հասարակության մեջ չկա անգամ պրիմիտիվ պատկերացում եվրոպական իրական արժեքների մասին եւ մնացած բոլոր աշխարհակարգերի մասին։ Այսինքն չի բացատրվում երիտասարդությանը։ Ոչ, չի բացատրվում, ասեմ ավելին, այսօր մենք գործ ունենք մի իրավիճակում, որտեղ որ դաշտում, հա, զգալի հատված ովքեր որ գործում են, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առումով, իրենք իրենց գործին չեն տիրապետում, ու գործը ճակերտավոր ասած, իրենք չեն տիրապետում, չեն կարողանում բացատրեն այն, ինչը որ պետքա դիմացին հասկացնել։ Իրենք խոսում են ասելու համար, ու մեկ-մեկի մոտ տպավորություն է ստեղծվում, որ օրինակ X վեկտորի ներկայացուցիչները երբ որ խոսում են ու ուղղակի աբսուրդ մտքեր են արտահայտում, իրենք այլ վեկտորի օրինակ գործակալներն են, նույնը մյուս թևից, այնպես են խոսում, որ իրական մարդիկ այդ արժեհամակարգի մեջ չեն ներառվում, չեն ինտեգրվում, ու դրա հետևանքով է նաև, որ փաստացի այն վեկտորները, որոնք որ օրինակ քարոզչական ավելի լավ մեթոդաբանության են տիրապետում, կարողանում են հասարակության կոդը փոխել, ու դա անում են շատ կարճ ժամանակահատվածում եւ ինտեգրել իրենց սեփական օրակարգերը մարդկանց ներկայացնելով, որ մեր օրակարգը դա քո օրակարգն է։ Այսինքն այս անորոշության մթնոլորտը նպաստում է այն նպատակներին, որոնք իրենց առաջ դրել են եւ գնում են այդ ուղղությամբ։ Դրան նպաստում են մի քանի շատ կարեւոր գործոններ։ Գործոն համար առաջին,
երկար տարիներ այս կամ այն Հայաստանի մեր պետականության, մեր ինքնիշխանության անկախության համար կարևոր թեզերի ոտնահարումը։ Ես մի պրիմիտիվ բան բերեմ, հա, կարգին հաղորդումը, չէ՞։ Բոլորս շատ լավ հիշում ենք այնտեղի հատվածները, հումորները, բայց ո՞ն ինչ էր ներկայացվում, որ եկեղեցականը սխալ տեսանկյունից էր ներկայացվում, կրթված, զարգացող, հա, գիրք կարդացող մարդը ներկայացնում էր կներկարտադրության համար որպես դոձիկ, հաջողության չհասնող մարդ, անգրագետը եւ իրեն լպիրշ պահողը ներկայացնում էր որպես ամեն ինչ ունեցող մարդ։ Այսինքն այդ արժե համակարգը իդեպ առաջին հայացքից տենց սա հումորային հաղորդում է, սա օրինակ ֆիլմ է, սա օրինակ մեկ այլ բան է, նույն կային տարբեր հումորային սերիալներ բաներ, որտեղ ներկայացնում էր դե եթե տենց հարուստ է, հա, ուրեմն Ղարաբաղցի է բանը։ Այդ քարոզչությունը իրականում դա մի տարվա բան չի, այսինքն այն ինչ որ մենք ունենք այսօր դա հետևանք է, դա ոչ թե կարճ ժամանակահատվածում ձևավորված է, ոչ երկար տարիների ընթացքում երկարաժամկետ ռազմավարություն է իհարկե երկար տարիների ընթացքում դու պատրաստում ես X տեսակի հասարակություն, որը իրականում ինտեգրվում է այն թեզերին, որոնք որ դու ես պահանջում եւ փաստացի նաեւ դրանով քայքայելով տեղական էլիտաները, չնայած ես համարում եմ, որ Հայաստանում ընդհանրապես էլիտա գոյություն չունի, ճակերտավոր էլիտաները դու հանգեցնում ես նրան, որ այլ օրակարգ, որը որ օրինակ քո պետության համար երկարաժամկետում առնվազն արդյունավետ չի եւ այդ օրակարգը ստիպելու է իրականացնել այլ պետությունների օրակարգ, դու ներդնում ես Հայաստանում եւ մարդկանց կոդը փոխելով։ Իսկ կոդ փոխելը դա կարևոր գործիքակազմերից մեկն է։ Այն պետությունները, որոնք որ ժամանակին գիտակցել են, ես այդ օրինակը բազմիցս տարբեր տեղեր բերել եմ, որ բավարար չի աշխատել օրինակ այս կամ այն պետության ղեկավարության հետ, այլ շատ կարևոր է աշխատել ժողովրդի հետ եւ արդյունքում մենք հանգում ենք այդ կետին, որ չունենալով սեփական էլիտան, չունենալով սեփական օրակարգը, ցանկացած ժողովուրդ իրականացնում է այլ էլիտաների պահանջ եւ այլ պետությունների օրակարգ։ Չեմ կարող նաև ձեզ չհարցնել խաղաղության օրակարգի մասին, այսպես կոչված խաղաղության օրակարգի մասին, այ երիտասարդությունը հաշտ է այս օրակարգի հետ, որովհետև տեսնում ենք, որ խաղաղության մասին են խոսում այն երկրների հետ, որոնց ձեռագրերը մենք տեսանք առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակ, ջերմուկի դեպքերը չմոռանանք, ինչպես նաև 23 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ցեղասպանության մասին, խոսքս Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ է։ Տեսեք, իրականում խաղաղության օրակարգը բացատրելու, նույնիսկ խաղաղություն շատ դաշտում մեծ խնդիր կա, որովհետև իշխանությունը որպես այդպեսին խաղաղության օրակարգ է անունադրել, բայց ինքը կախվածությունը ձեռք բերել թշնամուց, այսինքն դա ամենասարսափելի բանն է, կապ չունի իշխանությանը սիրես, չսիրես, ընդունես, չընդունես, բայց եթե քո պետության ղեկավարությունը փաստացի իր գոյությունը կախված է քո թշնամուց, քո հակառակորդից, դա արդեն իսկ մեծ խնդրեմ է, որովհետև մենք հասկանում ենք, չէ՞, որ եթե օրինակ սա որից է էսկալացիա, որից է լարվածություն տեղի ունենա, այդ դեպքում, հա, իշխանությունը ուղղակի փուչիկ է դառնում, պայթում է, այսինքն կա նաև որոշակի այսպիսի մի չգրված օրենք, ցանկացած իշխանություն կապ չունի, ինքը ընդունելի լինի, թե ընդունելի չլինի, ոչ գրավոր համաձայնագիր ունի իր ժողովրդի հետ։ Նա կարող է ունենա թերություններ, նա կարող է ունենա սխալներ, բաց թողումներ, բայց եթե ինքը ասոցացում է որևիցե օրակարգի հետ, մի դեպքում օրինակ ախաղությունն է, մի դեպքում կարող լինի տնտեսությունն է, մյուս դեպքում կարող լինի ընդհանուր անվտանգությունը։ Այդ համակարգը գործում է այնքան ժամանակ, մինչև որ այդ համակարգը խախտվեց։ Հիմա այս իշխանությունը ամբողջովին կախված է Ադրբեջանից։ Ու ցանկացած պահի, եթե նա չկատարեց Ադրբեջանի պահանջներից, նա ամեն ինչ Ադրբեջանի կողմից սկսած համադրական փոփոխություններից վերջացած դրանք այլևս փաստեր են։ Իհարկե, ինքը ներկայացնել է որպես իբրև սեփական պահանջ, բայց եթե նա չհասավ դրան, այստեղ գալու արդեն մեկ այլ խնդիր։ Այստեղ իր գոյությունը չի մենակ, այսինքն եթե նրա առաջին իշխանությունը առանձին պետության հետ մենք խնդիր չենք ունենա, բայց մենք մի մեծ նավի մեջ ենք, որտեղ դա խնդիր է։ Երկրորդը, այսօր նաև ընդդիմությունը մեծ խնդիր ունի։ Ընդդիմությունը խնդիր ունի խաղաղությունը իրապես ներկայացնել, որովհետև հասարակության մեջ ձևավորվել է մի այսպիսի կարծիք, իհարկե իշխանության մեծ քարոզչական դաշտի շնորհիվ, որ իշխանությունը բերում է խաղաղություն, ընդդիմությունը բերում է պատերազմ։ Իհարկե շատ պարզ դրան պատասխանը կա, օրինակ, թե
որ քաղաքական ուժի կառավարման կամ ներգրավվածության ժամանակ ինչ իրավիճակ ա եղել Հայաստանում, ինչ իրավիճակ ա եղել մեր Արցախում։ Այսինքն դա իհարկե ցուցանիշ է, բայց այսօր առհասարակ շատ պետություններ, դա խնդիրը մենակ Հայաստանը չի։ Ես զգացում եմ նույնիսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը դիտարկել, որը հիմա թևակողել է մեկ այլ նոր փուլ, որտեղ հակամարտությունը ավելի շատ գնալու է, թե որ հասարակությունն ավելի ամուր։ Սկսած ուկրաինականից վերջացած ռուսականով։ Այդ նույն high level-ը հիմա Հայաստանում է, որովհետև ես հիշում եմ, երբ օրինակ Իլհամ Ալիևը հայտարարություններ էր անում կամ իրենց դաշտից որից է մեկը Հայաստանի նկատմամբ տարածքային նոր նկարտումների մասով, Ադրբեջանում որոշակի հասարակության խմբեր ասում են, մի րոպե, մենք հիմա Հայաստանի հետ ինչ գործ ունենք։ Օրինակ ինչի համար X ադրբեջանցին պետք է օրինակ գնա զոհվի Հայաստանի տարածքի համար։ Բայց նաև այստեղ մեկ այլ բան կա, մեր հասարակությունը, ինչքան է որ ընտրությունները որպես այդպեսին իշխանության, հա, լեզուն մի փոքր երկարացնի եւ ասեն, տեսեք, ընդդիմությունը մեր հետ համաձայն է, ժողովուրդը մեր հետ համաձայն է, մենք խաղաղություն ենք գնում, Արցախը հայկական չի եղել, ոչ։ Տեսեք, ցանկացած ամենապրիմիտիվ օրինակը, հայ, որից է ըմբիշ, ֆրանսիական մարտիկ կամ ցանկացած, երբ որ հաղթում է ադրբեջանցուն, կամ հնչում Արցախի հայ երաժշտություն Արագ Գևորգյանի մեր ժողովրդի մեջ ինչ ոնց էլ հիմա ուզենան փոխեն մեկը այդ ցանկությունը որ դա մերն է որ դա հայկական է որ մենք մեջից չենք հրաժարվում կա այլ հարց է որ դրան զուգահեռ կա նաև պատերազմ որը ցանկացած պետության համար հա ցանկացած պարտություն հասարակության վրա առնվազն որոշակի ժամանակահատված ազդում է այսինքն այն թեզերը որ գեներացնում են վայ հեսա մտնելու են Երևան վայ հեսա էս ման հասարակությանը վախեցնելու հետ պահելու համար դրանք աշխատում են, բայց աշխատում են կարճաժամկետում։ Այո, հիմա իրականում ոչ մի ռացիոնալ մարդ պատերազմ չի ուզում։ Դա մի թեզն է, որով որ իշխանությունը աշխատում է հասարակության հետ, բայց դրան զուգահեռ մարդկանց մեջ այդ կրակը, որը մի քիչ ավելի խորն է մտել, այսպես ասած, ու չի երևում, դա հնարավոր չի հանգցնել։ Այլ հարց է, թե դա ոնց է պետք կապիտալիզացնել։ Օրինակ, պետության հաղթանակը ցանկացած այլ պոտենցիալ քո պետության սահմաններին վտանգ ներկայացնող սահմաններին վտանգ ներկայացնող պետության նկատմամբ պետք է ճիշտ բացատրել։ Օրինակ ոչ թե որ գիտեք մենք եկանք իշխանության, հեսա պատերազմով մտնում ենք, սաղ այդ երեխեքը կոտորվեն, չէ։ Հզորացնել տնտեսությունը։ Հզոր տնտեսությունը նաև նշանակում է մեծ պետական, նորմալ պետական բյուջե, ոչ թե պարգևավճարների եւ պատավատների համար ոնց է իշխանությունն օգտագործում, այլ առաջին հերթին սահմանների ամրությունը։ Զինվորի համար անհրաժեշտ էկիպիրովկա, իր ընտանիքի բարեկեցությունը, ինչը նաև ենթադրում է, որպեսզի քո պետությունը ավելի անվտանգ է դառնում։ Տնտեսության հզորացումից բացի միջազգային նորմալ դիվանագիտություն, որի հետևանքով քո պետության սահմանները ավելի անվտանգ են դառնում։ Դու դառնում ես ոչ թե օրինակ պայմանական կռվախնձոր, ինչպես օրինակ թրիփի դեպքում, որտեղ հիմա չէ, բայց վաղամիսով դա կռվախնձոր ցանկացած դեպքում դառնալու է։ Այսպես ասած, Սիրիա 2 սցենարը դեռևս ոչ մեկ չի բացառել, իհարկե։ Այսինքն դա ինձ ենթադրում է ամուր, անվտանգ, խաղաղ իրական պետություն, բայց խաղաղությունը դա ուղղակի ասելով չի, որ ասում է ես կարող եմ 1000 անգամ պնդել, որ օրինակ սրա մեջ լցված է Pepsi կամ Cola, բայց եթե մեջը ջուր է, դրանից իմ խոսքից այդ ամեն ինչը չի փոխվելու։ Հիմա նույնն է իրավիճակում է։ Մենք այո, ընդդիմությունը ունի խնդիր բացատրելու ինչ բան է խաղաղությունը, բայց նաև այստեղ մեկ այլ խնդիր կա։ Դու պետք է մաքսիմում օբյեկտիվ լինես։ Երբ քաղաքական տարբեր ուժեր ասում են, դե գիտեք, մենք կբերենք խաղաղություն, այստեղ մի խնդիր կա։ Խաղաղությունը դու չես կարող երաշխավորել միակողմանի։ Խաղաղության համար առնվազն երկու կողմ է, չէ՞ պետք, որպեսզի կոնֆլիկտը լուծի։ Մեկ այլ կողմի համար խաղաղություն, ինչ որ բան ստորագրելը առաջնահերթություն չի։ Դրա համար կա պարզ իրավիճակ։ Ադրբեջանում այսօր Իլհամ Ալիևի ընտանիքը տիրապետում է ահռելի մեծ ռեսուրսի, բազմաթիվ բիզնեսների։ Իրենք երկար տարիներ իրենց այսպես ասած կոռուպցիոն սխեմաները թաքցնելու, կյանքը վայելելու համար հասարակությանը հրամցնում են երազանք Լեռնային Ղարաբաղի Արցախի տեսքով։ Այդ երազանքը որպես այդպեսին ճակերտավոր իրենք դեռևս կատարել են։ Դեռևս։ Իրենց հասարակությանը պետք է նոր երազանք, որովհետև երբ մի բան հասարակությունը ունի,
ինքը արդեն բավարարվում է հոգեպես բավարարվում է եւ սկսում է ուշադրություն դարձնել այլ բաների վրա։ Նույն օրինակը Հայաստանի դեպքում, մինչև 18 թվականը, հիշեք թե մարդիկ ինչին էին, ոնց էին վերաբերվում, ինչն էին քննադատում, չգիտեմ, քաղաքացիական այն ժամանակվա հասարակությունը, որ այսօր լռում է իհարկե տարբեր խնդիրների մասին, ինչ խնդիրներ էր բարձրաձայնում։ Հիմա մենք այդ ճոխությունը մեզ կարանք թույլ տանք ոչ, որովհետեւ հիմիկվա խնդիրները լրիվ այլ մակարդակի վրա են։ Նույնը իհարկե Ադրբեջանն էլ է հասկանում եւ ամեն անգամ երբ որ իրենք իրենց տարբեր հանդիպումների, ֆորումների, Շուշում տեղի ունեցող իրենց անդադ կրկնվող տարբեր միջոցառումների ընթացքում շեշտում են, որ այո, չգիտեմ, Հայաստանը դա մեր մի մասն է, մենք այնտեղ ապրել ենք, վերադառնա, իրանք նոր երազանք են տալիս իրենց հասարակությանը։ Իսկ մենք ինչ ենք տալիս։ Մենք ոչ մի բան։ Մենք ամեն ինչ հանձնում ենք, մենք ամեն ինչ տալիս ենք ու դա ուղղակի խոսքեր չի։ Մենք մեր սեփական ենք տալիս։ Մենք մեր օրակարգը չունենք։ Խնդիրը այն է, մենք կախվածության մեջ ենք ընկել մեր այս իշխանությունների պատճառով։ Եթե իրենց մեջ գոնե մի տոկոս պետության նկատի, չեմ ասում հայրենասիրություն, ինչ որ sense ճոխ սիրուն այնպես բառը, չէ, պետականամետության գոնե մի տոկոս լինի, մեր գոնե մի տոկոս, իրենք պարտավոր են ի սկզբանե հեռանալ եւ հնարավորություն տալ ցանկացած այլիական նոր իշխանությանը ձևավորել սեփական օրակարգի, իսկ իրենք 20 թվականի այդ թեման դեպ շատ քիչ է նշվել, որ 20 թվականի նոյեմբերի 9-ից, երբ իրենք գործեցին առաջին ամենամեծ հանցագործություններից մեկը, Հայաստանին, որը որ պատերազմող կողմ չէր հանդիսանում, ներառեցին Արցախում իրենց խայտարակ պարտության մեջ եւ Հայաստանին մի շարք հարցերում դարձեցին պարտավոր։ Դրա մասին շատ քիչ մարդ է խոսում, բայց դա փաստ է, որ նոյեմբերի 9-ին ամենամեծ հանցագործություններից մեկն է տեղի ունեցել, որովհետեւ Հայաստանը եղել է օրինակ Արցախի անվտանգության երաշխավոր, բայց ոչ երբեք հակամարտող կողմ, այսինքն դա ոչ թե հայ-ադրբեջանական պատերազմ էր, Արցախա-ադրբեջանական պատերազմ էր։ Մենք դրա համար ունենք փաստաթուղթ 94 թվականի հրադադարի, որտեղ ներառված էր արցախյան կողմը։ Այո, բանակցությունների ընթացքում Հայաստան է, բայց Հայաստան բանակցում է որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Իսկ այս իրավիճակում նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունը ներառեցին այն պարտավորվածությունների մեջ, որի մեջ Հայաստանը կարող է եւ պետք է չներառվել։ Եվ դրանից հետո արդեն այն ինչ տեղի ունեցավ Արցախում, արդեն իսկ ուղղակիորեն սկսեց կապվել Հայաստանի որպես այդպիսին պետության գոյության հետ եւ սկսեց մեզ վնաս պատճառել։ Դրա մասին քիչ է նշվում։ Դրա մասին համարյա չի նշվում ու վերացական է, բայց դա ամենամեծ հանցագործություններից մեկն է։ Ես չգիտեմ իհարկե, նու ճակերտավոր ասած, աշխարհակահական որ վեկտորների համար է դա նաև ձեռնտու, որովհետև երբ մի իշխանություն խոսում ասում է դե Արցախյան էջը մենք փակել ենք նրա համար, որ ավելի ինքնիշխան ու անկախ լինենք, դա սուտ է։ Ամենամեծ ստերից մեկն է, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով Հայաստանին ներառելով ուղղակիորեն այդ թղթի մեջ ու կապիտուլյացիոն թղթի մեջ այս իշխանությունները Հայաստանին դարձեցին պակաս սուվերեն եւ փաստացի այն կապիտալիզացումը, որը որ Ադրբեջանը ուզում էր անել Արցախի նկատմամբ, ուղղակիորեն թևակողվեց Հայաստանի սուվերեն հանրապետության տարածք, Հայաստանի հանրապետության ինքնիշխանության վրա եւ ըստ այդմ ոչ մենակ Արցախի հարցը որպես այդպիսին մղվեց երրորդական, չորրորդական պլան, այլ արդեն գլխավոր թիրախը դարձավ Հայաստանի հանրապետությունը։ Շատ լավ։ Խոսում ենք ժամանակակից լինել չլինելու մասին, այ շատ հաճախ հիմա կազմակերպում են ամենատարբեր փառատոնները մարդկանց երջանկացնելու, ուրախացնելու, ինչ-որ նմանատիպ էմոցիաներ հաղորդելու համար։ Այ ինչպես կարող ենք մնալ եւ ժամանակակից դառնալ եւ մնալ մեր ավանդական արժեքների կրողը։ Վարդավառի տոնը կարծում եմ ամենավառ օրինակն է, ինչ տեղի ունեցավ, վստահաբար տեղյակ եք։ Իհարկե, տեսեք, ամենամեծ խնդիրներից մեկը այն է, որ մենք այս կամ այն տոնի նշանակությունը չենք գիտակցում։ Վարդավառի նշանակությունը չենք գիտակցում։ Մեկ այլ տոնի, նոր տարի կլինի, հարսանիք կլինի։ Մենք դրա գիտակցումը շատ դեպքերում չունենք։ Մի դեպքում դե ճոխ սեղանա, լավ հաց ուտենք, էս անենք, բայց նշանակությունը չեն գիտակցում։ Վարդավառը, հա, այդ կները կարտահայտության համար տարածած այդ սեռաքաղցությունը, հորմոնալ դիսբալանսը, այդ օրը մարտի, այսինքն դու լրիվ հակառակ ես գնում նրան, թե այդ ինչ նշանակություն ունի։ Իմ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, կարող շատ կոպիտ հնչի, որ Հայաստան, որ ասում են դա առաջի քրիստոնյա երկիր, ոնց կնեք տենդերը շահացելն են, բայց վատ ասֆալտի պես տենց փչացրածելն են։ Այսինքն նշանակության լուրջ խնդիր կա։ Հասարակության հետ այո ճիշտ աշխատանքներ շատ դեպքերում չի տարվել։ Ու այո, դա մի տարվա խնդիր չի։
ասեմ ավեն, այս իշխանությունը հետևանք է։ Այն ամեն ինչ պետք է իրականացնել, պետք է ավելի վաղ իրականացնել։ Հասարակությանը ճիշտ է, ոչ մեկ չի ասում, գիտեք, որ բոլորը 100%-ից պետք է այդ տոնին հետևեն, բայց առնվազն դու պետք է մարդկանց բացատրես, այս կամ այն բանը ինչի համար։ Օրինակ, այս տոնը մաքրման համար է, ինքնամաքրման համար է, մեղքի հանելու համար է, բայց ոչ օրինակ նրա համար, որ չգիտեմ, սպիտակ հագուստով մի աղջիկ տենաս, ջրես չեմ, հոգեպես ինչ որ քեզ բավարարված կամ լավ զգաս կամ մարդկանց, չգիտեմ, տարիք չհարգելով մեծ մարդ հասնում, օրինակ այնպես ջրես այդ մարդ հասնում մի ջրի, դա վատ էներգիա փոխ, այսինքն այդ կեղտը հանելը շատ դժվար է եւ ճիշտ ասած շատ անգամ երբ որ ասում են որ դե այս կամ այն քաղաքական ուժը ձգտում է իշխանության, ես ասում եմ, ես այդ երկար տարիների ես եւ փորձը եւ շատ հարցերում ավելի բարձրացնել է ներգրավվածությունը ստիպել է շատ ավելի པարզ եւ անկեղծնել անկախ նրանից, այդ քո միտքը հետո քո դեմ կօգտագործվի թե չէ, ցանկացած իրական, հա, այն մարդկանց համար ովքեր պետության մասին ուզում են լավ պետություն, լավ հասարակություն ունենան, իրանց համար Հայաստանը դա խաչ է, ծանր խաչ։ Նրանց համար ովքեր իրապես ուզում են լավ պետություն, նրանց համար ովքեր որ օրինակ ուզում են օգտվել հասարակության թերություններից, բացերից, մեղքերից, իրենց համար սա ուղղակի հրաշալի իրավիճակ է, ինչպես օրինակ Հայաստանի գործող իշխանության համար, որը ամենից լավն է ճանաչում մեր ժողովրդին։ Փոխել, այո, պետք է, այստեղ խնդիրը մենակ իշխանությունը չի։ Հոգեկերտվածքը։ Իհարկե, եթե դու իշխանություն ես ուղղակի փոխում, դու կար ժամանակ հետո ուղղակի կարող ես գժվես, որովհետև կան շատ ավելի կարևոր բաներ, որոնք պետքա փոխել։ Բայց փոխել հասարակությանը բացատրելով ճիշտ։ Իսկ մենք այդ խնդիրը այսօր ունենք։ Խնդիր կար 21 թվից, հա 20 թվից հետո բացատրել հասարակությանը, որ սա ռիսկ է, սրան չի կարելի գնալ։ Ռիսկ կար 23 թվականին, ռիսկ կար 22 թվականին, ռիսկ կար 26-ին։ Այս ամեն ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունը իրենց վատ թեզերը ավելի լավ էր կարողանում իրականացնել, նաև դրա համար ուներ հարմար պայմաններ, ելնելով հասարակությունը շատ ավելի լավ ճանաչելուց, հասարակության հետ շատ ավելի լավ աշխատելուց, իրենցից առաջ տարբեր ներգրավվածությունը, որ կար հասարակության վրա արդեն տարբեր NGO-ների, մինացածների միջոցով, բերեց հանգեցնեց նրան այն ինչ որ մենք հիմա ունենք։ Մենք հոգեպես դարձել ենք սպառող հասարակություն։ Օրինակ տեսեք, երբ խոսում ենք Եվրամիության մասին, եվրոպական արժեքների, ես այդ միտքը միշտ ասեմ, երբ որ ասում են, դե մենք սովետը ինչ էր, մենք Եվրոպա, թող մի հատ հիշեն մարդիկ, իրենց տատիկ պապիկների գրադարանները, իրենց ծնողների գրադարանները, իրենց սեփական գրադարանները, տաները, այդ գրականությունը կա, այդ գրականությունը ինչ մենակ հա ԽՍՀՄ տարիներին այդ մենակ ռուս գրողների գրականությունն է, հա Անտուան դե Էքզյուպերի չկա, Բալզակ չկա, այլ բան չկա, եվրոպական արժեհամակարգը, մշակույթը, գրականությունը, ֆիլմերը, ցանկացած բան մտել է ԽՍՀՄ տարիներին։ Այն որ ասում արել են սոցիալիստները, բայց արդյունքում եվրոպական արժեքներ են ներառել մարդկանց մեծ անկախ իրանցից կամ իրենց կամքով կինոթատրոններում ցուցադրվող միջազգային։ Հիմա աշխարհը փոխվել է։ Նույն Ռուսաստանը այլևս եվրոպական, այսպես ասած, այդ արժեհամակարգը որ կար ԽՍՀՄ տարիներին չկա, իրենք ավելի շատ գնում են դեպի ասիականություն։ Նույն Եվրոպան հիմա շատ լուրջ փոփոխությունների առաջականգնած, որտեղ ծայրահեղ ազգայնական ուժերը սկսել են ավելի շատ ձայներ հավաքել եւ բնականաբար այն միգրանտների հետ կապված խնդիրը երկրում տեղի ունեցող տարբեր process-ների ստիպում են, որ անգամ Եվրոպան է սկսում հիմա փոխվել։ Բայց Հայաստանում մեր միջին վիճակագրական բազմաթիվ քաղաքացիները այդ սպառողի հոգեբանությունն է մնացել։ Մենք Եվրոպայից ինչ ենք ասում, դե վիզան ըլնի, գնանք ֆրանկ, Ֆրանսիային կրուասան ուտենք, չգիտեմ, թռնենք Ռոմ Բոլոնեզ ուտենք, այնտեղ էս, բայց այլ կարևոր արժեհամակարգ կրթությունը, մնացած այլ չի ընկալվում, ժողովրդավարությունը, եկեք այսօր ժողովրդավարությունն է, խեղճ ու կրակ մարդն ով իր ծմերուկն է ծախում, այսօր տանում են մարդուն,